Ֆիլմի հերոսներ են հիշեցնում այս երեխաները։ 6-ն էլ շիկահեր, մեկը մեկից գեղեցիկ ու անսահման բարի։ Բախտը սակայն նրանց չի ժպտացել, պայմանները, որում ապրում են, անմարդկային են ու շատ դեպքերում անհաղթահարելի։ Պահա եղել դպրոցում դաժե 4-րդ դասարանի աղջկաս ձեռք էին առել, որ նկարել էին, տեսել էին, ասել էին դուք բոմժ եք։ Ձեռք են առնում, հմիկ մարդիկ, ճիշտ է, ես ծնողների հետ խոսացի, միջադեպ չեղա, բայց էլի բան եղա, որ երեխեք հետ չեն շփվում, էլի դպրոցում հիմնական։ Իսկ պատճառը ընտանիքի ապրուստի սուղ պայմաններն են։ Կոտայքի մարզի Զովոնի գյուղի այս լքված ու ամայի տարածքում գտնվող վագոն տնակում են բնակվում Թորոսյանները։ 8 հոգանոց ընտանիքը բառի ամենաուղիղ իմաստով գոյաբանական պայքար է մղում օրվա մի կտոր հացի համար։ Երեխաները պատմում են, թե դասընկերներն իրենց հետ չեն շփվում, հաճախ ծաղրում ու նեղացնում են։ Որ գիտեմ, որ վագոն տնակում ենք ապրում, այտենց չեն շփվում։ Չգողություն են տնում մեկը մյուսի մեջ։ Այսինքն ընկերներ չունես։ Մի քանիսը ունեմ։ Գալիս են ձեր տուն։ Իրենք էլ չեն գալիս։ Իսկ դու իրենց տուն գնում ես։ Ձեր տուն գալիս են։ Ինչու՞։ Չգիտեմ։ Դու հարցրել ես իրենց ինչու չեն գալիս։ Եվ ինչ են ասել։ Ասել են չեն կարա։ Ամուսինները իրենց 6 անչափահասներին դառը աշխատանքով են մեծացնում։ Ընտանիքի հայրը անասնապահ է, թեև շատ է աշխատում, բայց վաստակածը չնչին է։ Կինը Գայանեն աշխատել չի կարողանում, երեխաների միակ խնամակալն է։ 6 երեխաների հետ էլ ամեն ինչն էլ դժվար է։ Իմ ամուսինն ամենակ աշխատում, հազիվ հասցնում ենք, իսկ նպաստը ստանում ենք, այն որ կոշիկա ելնեմ խոսքի 6-ին չեմ կարա միանգամից միաժամանակ առնեմ։ Թողում եմ խոսքի մեկին, մի անգամ փորձում ենք ամուսինս գոնե հացի փող աշխատի, մենք էլ սենց ապրենք։ Ամենից շատ ծնողները նեղսրտում են, որ երեխաները պարզապես զրկանքի մեջ են մեծանում, էքսկուրսիաներ չեն գնում, դպրոցական ծրագրերին չեն մասնակցում։ Կարճ ասած, երեխաների մանկությունն անցնում է աշխարհից կտրված այս սարսափելի իրականությունում։ Ընդհանրապես պահանջկոտ չեն, դաժե ասեցի էքսկուրսիաներ լինի, դաժե իրանք են գալի, որ նեղվում ենք, որ չենք կարա գումարային, մամա մենք չի 8-9 տարեկան աղջիկ ունեմ, խոսքի 1500 հոգում են, ասում ես չեմ եթեմ, չեմ ուզում գնամ։ Գումարն է խնդիրը։ Որ գումար ունենայինք, մենք էլ պայմաններ կստեղծեինք, որ իմ երեխեքն էլ նորմալ ապրեին։ Մարդիկ բերում են, օգնություն են տալի, խոսքի պարկ ենք տալի, անում են մարդ, ես մարդկանցից շատ շնորհակալ եմ, բայց կան եւ քննադատողներ, ինչ համար ես դրանից էլ եմ ընկճվում։ 6 երեխա եմ բերել, այսօր դատապարտում են, ճիշտ է բերել են, պրծել են, բայց այն որ Փառք Աստծո հրաշքներ են, լույսի կտոր երեխեք են։ Սենց խոսամ կարող ազես չկարենամ բացատրեմ, դուք զգաք այդ ամեն ինչը, բայց ես խոսքի կողքից որ նայում եմ, իմ համար էլ է տհաճ ամեն ինչը։ Վագոն տնակում, որտեղ ապրում են Թորոսյանները, պայմանները անմխիթար են։ Տանիքից կաթում է, միջանցիկ քամին անընդհատ տան մեջ է։ Այստեղ այնքան ցուրտ է, որ նույնիսկ երեխաների ձեռքերն են ցրտահարվել։ Էլեկտրական վառարան էլ միացնել չեն կարողանում, որովհետև 20,000 դրամ կոմունալ վճարը գերազանցելու դեպքում նպաստից կզրկվեն։ Երեխաներն են իրենց ձեռքով դրսում կրակ վառում ու տաքանում, որ ծնողները շատ չնեղվեն։ Դե ես ծնողներիցս չեմ պահանջում, որովհետև ես իրենց տենում եմ, խղճում եմ, իրանք որովհետև այդ հնարավորությունը չունեն։ Ամեն մեկը մի աշխատանք է փնտրում, որ բան անեն, աշխատեն, մեզ պահեն, էլի, որ մենք սոված չմնանք։ Իսկ եղել է, որ սոված լինակ։ Հա, եղել է։ Շատ։ Հա։ Ո՞նց եք հաղթահարել այդ վիճակը։ Մամայից, պապայից նայել եմ, դիմացել եմ էլի իրանց պես։ Այս տնակը տարիներ առաջ ընտանիքին բարերարներն են հատկացրել։ Այն տեղադրված է գյուղնշանակության հողատարածքի վրա, որը գյուղապետարանը նրանց ժամանակավոր է տրամադրել։ Տարածքում շինարարությունն արգելված է։ Ընտանիքի հայրը բազմիցս դիմել է գյուղապետարանին ու տարբեր այլ կառույցների, խնդրանքով, որ թեկուզ հարևան գյուղում իրենց որևէ փոքր հողատարածք հատկացնեն, որ կարողանան գոնե սանհանգույց կառուցել եւ երեխաների համար նվազագույն մարդկային պայմաններ ստեղծել, բայց պատճառաբանել են, թե ազատ տարածք չկա։ Մենք ուզենայի մի հատ հողի հարց լուծենք, խոսքի թեկուստից մի կտոր հող հատկացնեին ինձ, մնացածը սա աղլնող բաներ է։ Կարևորը հողն է։ Ես չեմ կարող ստեմ մի հատ զուգարան սարքեմ։ Կոպիտ ասած չեմ կարող մի հատ փոքր գոմ սարքեմ, որ անասուն պահեմ։ Որովհետև թույլ չեն տալի։
Երկու մարճակալա մի հատ բազմոցա մենք ոտոգլուխ ենք քնում։ Որ կեսը մայրիկի ոտնատակն են, կեսը իրար գլխի։ Անտանելի պայմանները երեխաներից շատերին այնպես են կոտրում, որ ներսում կուտակված ցավը հաճախ միայն արցունքների միջոցով են դուրս բերում։ Ես շատ թանկ ունեմ լացում, որ ոչ մեկ չնկատի։ Դուրս եմ գալի, ինչ որ տեղնում եմ, ինչ որ քարի վրա նստում եմ, լացում եմ, որ մամաս պապաս չնկատեն, հանկարծ իրանք էլ հուզում են։ Ես երազում եմ, որ մենք լավ ապրենք, լավ մարդիկ դառնանք եւ ամենաշատը մենք պապաներին, մայրիկներին օգնենք։ Մեծանալու եմ, աշխատեմ, իմ մամային, պապային լավ պահեմ, իմ քուրիկներին, աղբերներին շատ լավ պահեմ, որով որ տենա ասի, էսի այն մարդիկ են, ովքեր որ լավ չեն ապրում, հիմա մեծացել են, շատ լավ են ապրում։ Հույս ունեմ, որ մի օր կմեծանանք, մենք երեխեքով շատ լավ տուն կունենանք, ամեն ինչ կանենք։ Թորոսյանների ընտանիքում, չնայած բազում դժվարություններին, հույսը չի մեռնում, հավատն առ Աստված չի պակասում, որ մի գեղեցիկ օր ամեն բան կփոխվի։ Հավատում եմ ասում, որ ինչ որ մի դուր կբացի ու մենք տուն կունենանք։ Դե ամենամեծ երազանքս տուն ունենալն է։ Սիրելի հեռուստադիտող, այս ընտանիքի ճակատագիրը նույնպես մեր բոլորի ձեռքերում է։ Մեր միասնականությամբ, ուշադրությամբ, ջերմությամբ եւ հոգատարությամբ կարող ենք մի ամբողջ ընտանիքի ճակատագիր փոխել, ոգևորել նրանց, որ ամեն բան կորած չէ, ու պիտի ուժ գտնել ապրելու, սիրելու եւ երազելու համար։ Ձեռք մեկնենք նրանց, որ կարողանան շտկել մեջքը։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։